Հիսուսը մաքուր էր, մաքրամաքուր և սուրբ, և ապրում էր սուրբ կյանքով։ Նա Աստված էր մարդկային մարմնում, և նրան օտար էին մեղքերը և գայթակղությունները։ Նրա բնույթի մեջ դա չկար, ուղղակի չկար, որովհետև նա Աստված էր մարդու մարմնում, և նա սրբագույնն է։ Դա մեր մեջ կա, մեղքեր և գայթակղություններ, պղծություններ մեր մեջ կա, մարդու մեջ է դա, իսկ Հիսուսը, որ Աստծո սուրբ որդին է, սուրբ Աստծո սուրբ որդին էր, նա մաքրամաքուր էր։ Նրան անծանոթ էր այդ ամենը։ Նրա մարմնին և հոգուն անծանոթ էր, խորթ էր, օտար էր և անընդունելի ու անպատկերացնելի էր մեղքը և գայթակղությունը։ Եվ եկեք պատկերացնենք Տեր Հիսուս Քրիստոսի մարմինը և հոգին, որ աստվածային էր, որ աշխարհի լույսն էր, Հիսուսը ինքը լույսն է աշխարհի, և անմեղ ու սուրբ լինելով, այդպիսի կատարյալ մաքրամաքուր էություն ունենալով, նա իր վրա վերցրեց մեր մեղքերը, այսինքն լինելով սրբագույն, նա իր վրա զգաց մեղքը, մենք գիտենք մեղքը ինչ է, թե դա ինչ կեղտ է, թե դա ինչ ծանրություն է, թե դա ինչ խավար ու մութ է, թե ինչքան վատ բան է մեղքը։ Դա մենք գիտենք, որովհետև մենք մեղավոր ենք։ Եկեք պատկերացնենք, մտածենք, թե ինչ էր զգում ամենամաքուր, ամենասուրբը, լույսը աշխարհի, մեր Տեր Հիսուսը այն պահին, երբ ողջ մարդկության մեղքը իր վրա վերցրեց, և այդ մեղքերի հետևանքով սպասվող ցավերն էլ իր վրա վերցրեց, ծանրությունը իր վրա վերցրեց։ Ինչ էր զգում այդ ժամանակ մեր կատարյալ սուրբը, Աստծո անմեղ գառը, իմ փոխարեն, քո փոխարեն։ Հասկանում եք, Հիսուսը մեր պես չէր, մեր նման չէր։ Մենք մեղքերի մեջ ենք ապրել, մենք մեղքերի մեջ ապրելով եկել հասել ենք մի պահի մեր կյանքում, մի կետի, որտեղ հանդիպել ենք Աստծուն և մեր մեղքերից ազատվել ենք Տիրոջով, ընդունելով Հիսուս Քրիստոսին։ Ազատվել ենք մեր մեղքերից, հետ ենք կանգնել, հրաժարվել ենք մեղքից և դեռ դրանից հետո էլ մի ամբողջ կյանք դեռ պայքարում ենք, որ գայթակղությունների չգնանք և մեղքեր չգործենք, գայթակղությունների և մեղքերի դեմ շարունակ պայքարում ենք։ Ինչու՞։ Որովհետև դա մեր մեջ եղել է, մեր բնույթի մեջ, և հեշտ է նորից մեղք գործել։ Մենք անմաքուր ենք մեր բնույթով, դա մեր մեջ կա, իսկ ինչ որ մեր մեջ եղել է, թեկուզ նախկինում, մենք արդեն սովոր ենք դրան։ Ճիշտ է, երբ մենք մաքրվում ենք, ազատվում ենք մեղքից, մեր Տեր Հիսուս Քրիստոսով, մեղքը մեր համար դառնում է շատ տհաճ, չենք էլ ուզում պատկերացնել, ուզում ենք մոռանալ, հեռանալ, բայց անծանոթ չի, չէ՞։ Մեր մարմնին, մեր մտքին, մեր սրտին, մեր հոգուն անծանոթ չի մեղքը։ Հիմա պատկերացրեք, եթե նախկինում մեղավոր, բայց հիմա արդեն մաքրված մարդուն, եթե կարիք լինի Աստծո կամքը լինի, նախկին մեղավորի վրա մեղքերը դնի Աստված, որ նա կրի հանուն մյուսների։ Եկեք պատկերացնենք, հիմա մաքրված ես, մաքուր ես, նախկինում մեղավոր էիր, բայց մենք մեր բնույթով միևնույնն է մեղավոր ենք։ Դա մեզ խորթ չի, դա մեզ տհաճ է, բայց մեզ խորթ չի, ու Աստված մեր վրա, մաքրվածի վրա դնի մեղքերը կրելու պարտականությունը։ Ինչ կզգանք մենք։ Մեզ անծանոթ չի, խորթ չի, շատ տհաճ է, բայց մեր մեջ եղել է։ Իսկ պատկերացրեք, որ սրբերի սուրբ, կատարյալ, սրբագույն, մաքրամաքուր Աստված, Հիսուս Քրիստոսը, որ անբիծ էր, մաքուր, Աստծո որդին, բյուրեղյա անապակ ջրից մաքուր, նորածին մանուկից մաքուր, որովհետև նորածին մանուկը միևնույն է մարդ է,
նրա բնույթը մարդկային է, իսկ Հիսուս Քրիստոսը Աստված, եւ նա իր վրա պիտի զգար մեղքերը մեր, պիտի դրվեր նրա վրա այդ մեղքերը Աստված դրեց եւ նա զգաց։ Ես իմ խղճուկ բառապաշարով ուզում եմ ուղղակի փորձել բացատրել ձեզ ու ինձ, թե ինչ է Սուրբի համար, Սուրբ Աստծու համար։ Աստծու, որովհետև նրա բնույթը Սուրբ է, իսկ մերը ոչ։ Ինչ է նրա համար վերցնել մեր մեղքերը իր վրա։ Այսինքն նա, որ անբիծ է, մաքրամաքուր է, կատարյալ է, ստիպված պիտի զգա մեղքը ինչ է իր վրա, այդ ծանրությամբ, այդ կեղտ։ Մի ողջ աշխարհի մարդկության, մի հոգու չէ, որովհետև երբ ես ապաշխարում էի, ես զգացի իմ մեղքերի ծանրությունը իմ վրա, այդ կեղտոտությունը ես զգացի, ես չէի դիմանում դրան, ես լացում էի, ես խնդրում էի Աստծուն, որ դա քանդվի, թափվի իմ վրայից, ես թեթևանամ։ Իսկ Հիսուսը պիտի կրեր բոլորինս, ողջ աշխարհինը մինչև հիմա, մենք դեռ պիտի 2000 տարի ծնվեինք միլիարդներով, այդ բոլորինը պիտի զգար իր վրա, այդ ծանրությունը պիտի տաներ։ Մտածել ենք մենք դրա մասին, թե դա ինչ էր նրա համար։ Մենք ամբողջ մեծությունը եւ խորությունը չենք կարողանում պատկերացնել այդ զոհաբերության։ Թե ինչ էր զգում Հիսուս Քրիստոսը, Աստվածը, Աստծու վրա դրվի մարդկանց մեղքը, մի հոգու մեղքին չենք կարող դիմանալ։ Մենք մեր արած մեղքերին երբ ապաշխարում ենք, իսկ Աստված երբեք չի իմացել, չի զգացել մեղքը ինչ է։ Նա լույսն է աշխարհի, եւ նա պիտի զգար ու զգաց ողջ ծանրությունը տանելով իր վրա, այդ անմաքրության բեռը իր վրա զգաց։ Նորից եմ ասում, երբ ես ապաշխարում էի, Տեր Հիսուս Քրիստոսը կանգնեց իմ կողքին եւ ես ապաշխարեցի։ Ես իմ մաշկ ուզում էի պոկել, դա անբացատրելի է։ Ինձ թվում էր իմ վրա այսպես ասֆալտի նմանությամբ ինչ որ հողի ու քարի ծանր հաստշերտ կա եւ ես չէի դիմանում այդ ծանրությանը, ես ուզում էի պոկել հանել իմ վրայից, որ քանդվեր, ընկներ, ես հանգստանայի մարմնով եւ հոգով։ Եվ դա մի հոգունն է այն պահին, երբ նա մաքրվում է։ Ես ուզում եմ ուղղակի մենք հասկանանք, մենք զգանք Հիսուս Քրիստոսը, երբ վերցրեց մեր մեղքերը իր վրա, նա պիտի վերցներ, որ հետո այդ մեղքերի պատճառով էլ մահանար, որ մենք չմահանայինք։ Եվ նա զգաց ողջ աշխարհի մեղքերի ծանրությունը, կեղտը, զգաց դա իր վրա եւ այդ բոլոր մեղքերի համար Աստծո բարկության բաժակը, որ պատրաստված էր, որ մենք խմեինք, նա խմեց։ Դա ինչ անսահման ծանրություն էր եւ ցավ էր նրա համար։ Միայն ծանր խաչը ֆիզիկապես էր տանում մեր Սուրբ Տերը։ Իսկ մտածել ենք, թե մեղքերի ծանրության խաչը հոգևոր, հոգեպես, որ մենք չենք տեսնում, բայց որ դարձել էր ֆիզիկական, փոխակերպվել էր փայտե խաչի, բայց իրականում նա ինչ խաչ էր տանում, նա միայն փայտն ենք մենք տեսնում, այդ ծանրությունը, իսկ հոգու վրա այն անտեսանելի խաչը, նորից եմ ասում, որ փոխակերպվել էր փայտե խաչի, որ մենք իմանայինք, պատկերացնեինք, տեսնեինք ինչ-որ չափով, եւ նա այդ խաչը տանում էր, եւ նա կրում էր բոլոր հոգևոր եւ ֆիզիկական ցավերը, որ մենք պիտի կրեինք մեր մեղքերի պատճառով, եւ տանում էր մեր փոխարեն մեր համար նախատեսված խաչը մեր մեղքերի պատճառով։ Երբևէ մտածել ենք, մեզանից յուրաքանչյուրը մտածել է, օրինակ պատկերացրել ենք, եթե մեր գործած մեկ մեղքի համար մենք հանկարծ ստիպված լինենք կանգնել Աստծո առաջ պատասխան տալու, կամ եթե հենց հիմա Աստված մեզ պատժի մեր մեղքերից որևէ մեկի համար։ Մտածել ենք ինչ կզգանք մենք, վախ չեք զգում, երկյուղ,
Ես մտածել եմ, մի մեղքի համար պատասխան տալու մտքից ես արդեն փոքրանում եմ, ոչնչանում եմ։ Բա իմ գործած բոլոր մեղքերի համար, եթե ես պատասխան տամ, դա ինչ վախ է, դա ինչ երկյուղ է։ Դժոխքն է, այո, սպասում է դժոխքը և դատաստանը բոլոր նրանց, ովքեր իրենց մեղքը չեն ընդունել մեղքերը և Հիսուսի արյամբ չեն ազատվել այդ մեղքերից։ Լինում են պահեր, որ ես պատկերացնում եմ, հիշում եմ իմ մեղքերից որևէ մեկը ու պատկերացնում եմ, ես կանգնած եմ Աստծու առաջ ու այդ մեղքի համար պիտի ես պատասխան տամ հիմա։ Ու այդ պահին եմ գնահատում, թե Հիսուս Քրիստոսը իմ համար ինչ է արել, որովհետև այնպիսի վախ եմ զգում, որ ուզում եմ շուտ մոռանամ։ Հիշեմ, որ ինձ Աստված արդեն ներել է և Աստված ասել է, որ ինքը ոխ պահող Աստված չի, որ ինքը մեզ չի հիշեցնի մեր սխալները, երբ որ ների, մեզ էլ չի հիշեցնի մեր սխալները, կմոռանա։ Ու այդպես ես աշխատում եմ շուտ մոռանամ, որպեսզի շատ չտանջվեմ ու շատ չվախենամ։ Եվ մեր Տեր Աստվածը, որ ուղարկեց, մեր Հայր Աստվածը, որ ուղարկեց իր որդուն, և մեր Տեր Հիսուս Քրիստոսը, մեր փրկիչը, որ եկավ հանուն մեր սիրո, նա մեզ ազատեց մեր մեղքերի արդյունքում, որ մենք պիտի արժանանայինք մահի և հավիտենական տառապանքի դժոխքում և ահեղ դատաստանի օրը դողալով կանգնեինք Աստծու առաջ, Աստված մեզ ազատեց այդ ամենից, դրա համար պետք է ընդամենը հավատով գնալ դեպի Աստված, խոնարհումով, ներողություն խնդրել, զղջումով, ներողություն խնդրել մեր մեղքերի համար և այլևս մեղքեր չգործել, ինչպես պատվիրեց Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ մենք պիտի ամեն օր ապրելով աշխատենք մեղքեր չգործենք, ինչքան հնարավոր է աշխատենք մեր վրա, որ մեղքեր չգործենք, Աստծո օգնությունը խնդրենք, որ նա մեզ ուժ տա, իմաստություն տա, մեր հետ լինի, մեզ առաջնորդի, որ մենք հանկարծ մեղք չգործենք և ամեն օր պիտի ներում խնդրենք մեր գիտակցված ու չգիտակցված մեղքերի համար, որովհետև ամեն օր կարող ենք սխալվել, մեծ ու փոքր սխալներ անել և մեղքի մեջ հայտնվել հանկարծ, դրա համար պիտի ներում խնդրենք Տիրոջից ամեն օր։ Ու հիմա ուզում եմ ասել, եկեք գնահատենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, նրա արածը, ինչ որ արել է նա մեր համար, որովհետև մի մեղքի պատասխանատվությունից արդեն մենք սարսափում ենք, իսկ նա մեր բոլոր մեղքերը իր վրա վերցրեց և իր արյամբ մեզ ազատեց մահից։ Եվ մենք միայն հավատով փրկված ենք, նրա ողորմածությամբ, նրա ողորմությամբ մենք փրկված ենք, եթե ընդունենք, որ նա մեր Տեր Աստվածն է ու մեր փրկիչը, մեր Հայր Աստծու որդին, եթե ընդունենք մեր Սուրբ Երրորդությանը, եթե ընդունենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը Աստված լինելով եկավ երկիր և իր արյամբ խաչի վրա, իր մահով, իր արյամբ մեզ փրկեց, հավիտենական կյանք պարգևեց և մահացավ հանուն մեզ, որ մենք չմահանանք։ Դա ֆիզիկական մահի մասին չեմ ես խոսում, որ մենք չմահանանք, որ մենք դժոխք չգնանք։ Եվ հարություն առավ երրորդ օրը, խոստանալով բոլորին, ովքեր կհավատան իրեն, կընդունեն հարություն մեռելներից, խոստանալով այդ հարությունը բոլոր նրանց, ովքեր կընդունեն իրենց Տեր Աստծուն, իրենց փրկչին, Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ եկեք ուրախանանք և ցնծանք և շնորհակալություն հայտնենք մեր Տեր Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, իր պարգևած հավիտենական կյանքի փրկության համար, որովհետև կատարյալ սեր, բարություն Հիսուս Քրիստոսը, Աստծու որդին, Աստծու գառը մեզ փրկեց, մեզ ազատեց և մենք կյանք ունենք, կյանք մեղքերից ազատված։ Փառք քեզ իմ Հայր Աստված, որ որդուդ ինձ տվեցիր և նա իմն է իմ Հիսուս Քրիստոսը, իմ Աստվածն է ու իմ փրկիչն է և իմ մեծագույն սերն է։
Փառք քեզ իմ Տեր Աստված։ Սիրում եմ քեզ, իմ Տեր, իմ Աստված, իմ Հիսուս Քրիստոս, խոնարհվում եմ, փառաբանում եմ, մեծարում եմ անունը քո սուրբ, գոհանում եմ քեզանից, շնորհակալ եմ, փառք քեզ, օրհնյալ է իմ Տերը, ալելույա, ամեն։